Տիրոջ երեսը փնտրելը եւ նրան գտնելը մարդկային կյանքի իմաստն է երկրի վրա։ Աստծուն գտնելով եւ նրա հետ ապրելով մարդ իսկապես գտնում է հոգու լիարժեքություն եւ կյանքի իմաստը։ Ողջույն, դուք դիտում եք Հավատքի կյանք հաղորդաշարը։ Սաղմոս 34-8-րդ համարի մեջ մենք կարդում ենք. «Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է, երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան»։ Մեր հյուրի կյանքի մեջ ճիշտ այս տեղի ունեցավ։ Նա ճաշակեց եւ տեսավ, թե ինչ քաղցր է մեր Տերը։ Այսօրվա հաղորդման մեր հյուրն է մեր եղբայր Արթուր Նաջարյանը։ Արթուր եղբայր, բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ, Մասիս եղբայր ջան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ հրավիրեցիք ու Տիրոջ փառքի համար ծառայելու։ Մենք ենք շնորհակալ, որ դուք համաձայնվել եք մեր ծրագրին մասնակցելու համար եւ վստահ ենք, որ ձեր հավատքի կյանքի պատմությունը փառք պիտի բերի նախ Աստծուն եւ շինություն մեր հայրենակիցներին։ Դուք հանդիպել եք Տիրոջը Հիսուս Քրիստոսին, որի մասին մենք մեր հերոստատիտողներին կպատմենք, թե ինչպես դա եղավ, բայց մի քիչ պատմենք, թե ինչպիսի կյանքով եք ապրում մինչ այդ հրաշալի հանդիպումը։ Այո, ես ծնվել եմ Հայաստանում ու ինչպես բոլոր Հայաստանի բնակիչները ապրում ենք ու ես ինձ վերագրել էի, որ ես քրիստոնյա եմ, իսկական հավատացյալ, ոնց որ պետքն է, ու տենց էլ մտածում էի։ Մինչև այն ժամանակ, երբ որ ես սկսեցի հանդիպել խնդիրներին ու կարդալ Սուրբ Գիրքը։ Սուրբ գրքում ես հասկացա, ես ոչ մի բանից տեղյակ չէի, բայց մենակ մի բան գիտեմ, որ այն ժամանակ, երբ որ ես ինձ համարում էի քրիստոնյա, սխալվել էի, որովհետև ես սխալ ճանապարհով էի գնում ու չէի ընդունում Աստծուն։ Ես իմ սրտում գիտեի, որ Հիսուսը միշտ իմ հետ է։ Ու ինչից դա սկսվեց, մեր տունը, իմ ծնողներս նույնպես հավատում էին, որ իրանք քրիստոնյա են, ու մեր տան մեջ կար Աստծո Գիրքը, Նոր Կտակարանը եւ Մանկական Կտակարանը։ Երբ որ ես բացում էի նկարները նայելուց, տեսնում էի ու հարցեր էի տալի ծնողներիս, իրանք պատասխանում էին, որ Հիսուսն է, ու շատ հետաքրքիր նկարներ էր, փառք Աստծուն, որ կա այդ գիրքը, մինչև հիմա կա, եւ մենք մեր մանուկներին տալիս ենք, ու իրանց մոտ էլ հարցեր առաջանում, ու այդ հարցերով արդեն մարդիկ սնվում են Աստծո խոսքի ինչ որ չափով, ոնց որ ես էի անում։ Ու եկեղեցի չէի գնում փոքր ժամանակ։ Փոքր ասելով ի նկատի ունեմ մինչև 15-16 տարեկանս ես շատ ուշ էի գնում եկեղեցի, ու իմ մտածելակերպի մեջ նենց էր, որ երբ որ ես գնում եմ եկեղեցի, պետք է ամոն վառեմ, կանգնեմ խաչի առաջ, աղոթեմ ու դուրս գամ։ Ու ոչ հարաբերություն կար Աստծո հետ, ճշգրտորեն ոնց որ գրած Աստվածաշնչում, ոչ էլ Աստծո ներկայությունն էի զգում։ Միայն պարտականություն էի զգում, որ տենց պետք է լինի, բայց իմ գործերը, իմ ապրելակերպը հակառակ էր ապացուցում, որ ես գնում էի ու դուրս էի գալիս, անում էի այն ամենը, ինչը որ ես էի ուզում։ Դուք ասացիք, որ Աստվածաշունչ կար տունը, այսինքն Նոր Կտակարան եւ նաեւ Մանկական Աստվածաշունչ, սակայն ձեր ծնողները եկեղեցի չէին հաճախում, այսինքն հավատացյալ չկար ընտանիքի մեջ։ Այսինքն ձեզ նվիրել էին, թե ինչպես էր հայտնվել Սուրբ Գիրքը ձեր տան մեջ։ Իմ հորողբերս մանուկ ժամանակ հաճախում էր գնում էր եկեղեցի ու ինքը 50-ական եկեղեցու անդամ էր։ Երևի իմ կարծիքով, ես չեմ կարող հիշեմ, բայց փոքր ես։ Ինքն էր երևի տվել, բայց չեն կարդում։ Ինչպես շատ հայերը մտածում են, որ եթե Աստծո խոսքը, Սուրբ Գիրքը տան մեջ լինի, պաշտպանում է Գիրքը։ Ու դրա համար մեր տունը միշտ սեղանի վրա դրած, մաքրում ենք ամեն օր, որ փոշի չնստի։ Ու գիտենք, որ մենք հավատացյալ ենք, մենք տենց ենք հաշվում։ Օգտվելով առիթից պետք է ասենք մեր հայրենակիցներին, սիրելիներ, Սուրբ Գիրքը ոչ միայն անհրաժեշտ է ունենալ տանը, այլ այն պետք է բացել, որովհետև Սուրբ Գիրքը դա ուղերձ է Աստծուց, ամեն մեկիս համար նամակ է երկնքից, եւ Աստծո կամքն է այնտեղ արտահայտված, անհրաժեշտ է բացել եւ տեսնել, թե ինչ է ուզում Աստված մեզանից։ Իհարկե լավ է ունենալ տանը, բայց ընթերցելը ավելի լավ է։ Ինչ տեղի ունեցավ հետո։
Ինչպես զարգացավ ձեր կյանքը այդ շրջանում։ Ես ակտիվ էի, կարելի ասել, ու միշտ ուզեցել եմ, որ առաջինը ես լինեմ, մրցառության մեջ էի։ Ու այդ բնավորությանս հետ մեկտեղ ես մտածում էի, որ կա մեկը, որը որ ավելի բարձր է, դա Հիսուսն է։ Ու ես փոքր ժամանակվանից գիտեի ու հավատում էի, որ ինքը միշտ ինձ պաշտպանում է։ Անկամ այն ժամանակները, երբ որ ես գնում էի կռիվանելու դուրսը, ես աղոթում էի իմ մեջ, որ Հիսուս ինձ պահապանա, նոր գնում էի չհասկանալով, որ դա սխալ աղոթք էր։ Հիշեցի այս դրվագը լսելով Դավիթին, որը Գողիաթին ասեց. դու գալիս ես քո զենքով, քո սուրով, բայց ես գալիս եմ Տիրոջ անունով։ Ճիշտ է, միգուցե մի քիչ անհամեմատելի է, բայց հետաքրքիր է, որ մանկական այս հավատքը ունեցել եք ձեր սրտի մեջ եւ արդեն այն ժամանակից մինչեւ Հիսուսին հանդիպելը արդեն ինչ որ կապ ունեցել եք, որը իհարկե գովելի է։ Փառք Աստծուն դրա համար, ես վստահ եմ ու գիտեմ, Հիսուսը ուզում է բոլորին փրկի։ Ու ինքը իր ծառաների միջոցով, հավատացյալ մարդկանց միջոցով, մեր քույր եղբայրների միջոցով բարի լուրն է տարածում, ու ինչ որ չափով ես տեղեկացված էի աղոթքների մասին։ Եվ դպրոցում մեզ, երբ որ ուսուցանում էին, հայրմերն էին սովորացնում։ Դասերի ժամանակ մենակ հայրմերը սովորեցի։ Մենք այն տիպի այն ժամանակներում ենք ապրում, որ հավատացյալ լինելը ամոթ էր։ Ու ես ցավոք սրտի շատ ժամանակ հալածում էի հավատացյալներին, փուչուր էի։ Մեզ սովորացնում էին տենց, մենք ինչ լսում տենց ենք անում, բայց ես կարամ ասեմ, որ աղոթքներից հետո մարդու կյանքը փոխվում է ամեն աղոթքի։ Ու երբ որ ես աղոթում էի հայրմերը, ճիշտ է, ես չգիտակցելով էի անում, բայց ես աշխատում էի ստաբիլ ամեն օր աղոթեմ։ Ու այդ երևի այդ հասկացողությունն ու այդ ուժն էր ինձ պահում, որ ես չհեռվանամ Հիսուսից ու հավատամ, որ ինքը միշտ իմ հետ է։ Այո, անպայման կխոսենք, թե ինչպես եկաք Տիրոջի, ինչպես հանդիպեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, բայց մի քիչ ավելի պատմեք ձեր մանկությունից կամ երիտասարդ տարիքի այդ շրջանից, ձեր վերաբերմունքը հավատքի եւ ասացիք, որ հալածում էիք հավատացյալներին, ինչով էր դա պայմանավորվում նախ եւ ինչպես էր դա դրսևորվում։ Կարելի ասել շատ չար ենք, ես ու իմ ընկերները միշտ չարություններ էինք անում, ոչ թե մանկական չարություններ, այլ կարելի է, եթե համեմատաբար վերցնենք 10 տարեկան երեխա էինք, մոտավորապես եթե հաշվենք, 15-17 տարեկան երեխեքի չարություններն էինք անում, սխալները։ Ու չգիտակցելով, ու մենք մեր հասկացողության մեջ նեցեր, ինչքան շատ վատ բաներ անենք, այնքան մենք ուժեղ ենք։ Ու շատերն էլ վախենում էին։ Մեր մոտ տենց օրենք կար, որ մեզանից պետքա վախենան։ Մենք տենց էինք դրել ու ընկերներով տենց էլ առաջնորդվում ենք, ուզում ենք տենց առաջնորդվենք։ Բայց ժամանակի ընթացքում ինձ մի բան փոխեց, երբ որ ես միշտ կռվարար էի ու սպորտսմեն էի։ Ես կարողանում էի շատերին ծեծել, ցավոք սրտի։ Ու ինձ փոխեց մի հատ մարդ, մի տղա, որ ինձանից ուժեղ էր։ Նենց ստացվեց, որ ես սխալ արեցի իր հանդեպ ու ինքը ինձ ոչ մի բան չասեց, ոչ էլ արեց։ Ասեց ախպեր ջան, թեման փակենք էթա։ Ես մտածում էի, ահա որ վատ ալնելու իմ վիճակը։ Ու ես հիմա որ կարդում եմ ու հասկանում եմ, որ երբ որ չարին բարիով եմ պատասխանում, մարդը փոխվում է։ Ու ես այդ ժամանակ փոխվեցի, բայց այդ հանդիպումից հետո այդ տղու հետ ես հասկացա, որ ինչու վիճվել, ինչու թշնամանալ, եթե կարանք ընկերանալ։ Հրաշալի է, Փառք Աստծո, Աստծո գործերը անքննելի են եւ Տերը զանազան տարբեր մարդկանց միջոցով է մեզ հետ խոսում, մեզ ձևավորում։ Ինչպես վերջապես տեղի ունեցավ այս հրաշալի հանդիպումը Հիսուսի հետ։ Ով ձեզ պատմեց Տիրոջ մասին, ով հրավիրեց եկեղեցի, ինչպես եղավ այս պատմությունը, խնդրեմ որպես մի քիչ պատմեք։ Միջև այդ պատմելը ես մի բան ավելացնեմ, որ ավելի པարզ լինի իմ բնավորության գծերը, ինչը որ եղել է առաջ։ Երբ որ ինձ ինչ որ բան էի խոստանում, ես շատ ուշադրություն էի դարձնում դրան, ու ստեղծվեց նենց վիճակ, որ ինձ ինչ որ մի բան խոստացան ու չկարողացան տան։ Ես այնքան դաժան ու չար սիրտ ունեի, որ
չեմ մոռանա այդ օրը, նոր տարվա գիշերն էր, ով որ ինձ խոս տվեց ու չկարած տա, ես նոր տարվա գիշերը փոխանակ անցկացնեի իմ ծնողների հետ տունը, ես իր հետ էի կռվում, իրան էի ծեծում, ու ամենակարևորը, որ ես չէի զղջում դրա համար, ես ինձ լավ էի զգում դրանից։ Իսկ երբ որ ես եկա Մոսկվա բանակից առաջ, ավելի ճիշտ, երբ որ ես բանակում էի, ես մի երազ տեսա, որ իմ վրա թուղթոգիր կա։ Ուզում եմ մի պահ անցնենք այդ թուղթոգիրի հասկացողությանը, որ դիվային ազդեցություն ունի շատ ուժեղ։ Ես երազ տեսա, որ իմ վրա թուղթոգիր կա։ Ու ոնց որ դա սատանայի գծած պլանը լիներ, որ ինձ վերջնականապես հեռացներ Տիրոջից, մեր Հիսուս Քրիստոսից։ Ու ցավոք սրտի մեր որտեղ որ ես ծառայում եմ, այդտեղ տղա կար, որ ինքը բաժակ էր նայում։ Ու ինքը չաստում չէր ապրում։ Իրան տուն էին վարձել, այնտեղ ապրում էր ու սպաները, աֆիցերները գնում էին իր մոտ։ Ինքը լավ էր իրան զգում։ Ես իր համարը ճարեցի, զանգեցի, ասեցի, արի, որովհետև հարց կա, պետքա տենաս, սենց բան եմ տեսել։ Զարմանալի էր, որ ինքը եկավ, ինքը չէր գալիս, իրան շատ մարդիկ կանչում են, բայց ինքը չէր գալիս, ինքը եկավ։ Ոնց որ անում են կախարդները, ինքը նույն ձև արեց, բաժակի մեջ նայեց ու ասեց, որ կա, բայց ես չեմ կարա բացեմ, որովհետև տան հետ կապված է։ Երբ որ ես վերջացրեցի ծառայությունս, գնացի ու ինքը ասեց, ես որտեղ գնամ։ Ինքը ուղարկեց ուրիշ թուղթոգիրի բացողի ու անողի մոտ։ Ես չգիտեի, որ դա մեղք է Աստծո աչքերին։ Ես ուղղակի ուզում էի հանգիստ ապրեի, ավելի խաղաղ կյանքով ապրեի։ Երբ որ ես գնացի, այդ կինը ինձ ասեց, ինչ կարելի արած, ինչա, ու ինքը ինչ ասեց, տենց էլ եղավ։ Բայց դրանից հետո փոխանակ ես ավելի հանգիստ ապրեի, ավելի վատացավ, թե ֆինանսապես, թե ֆիզիկապես իմ վիճակը։ Ես չէի ասի, որ ես ֆիզիկապես վատառողջ էի, բայց ես կարելի ասել ավելի շատ հոգեպես ներվային էի դարել ու հանգիստ չունեի ես։ Ես հասկացա, որ դա ճիշտ չի։ Ու դրա մասին անգիտակցաբար ես ու աչք փակեցի դրան, չհասկանալով, որ դա կարա հետևանքները լինի նրա, որ ես գնացել եմ ոչ թե Աստծո մոտ, այլ սատանայի մոտ օգնություն խնդրելու, չգիտակցելով։ Դա շատ սխալ է։ Ու երբ որ ես եկա Մոսկվա, շրջապատ ստեղծվեց, ընկերներ ու ավելի աղավաղվեց իմ կյանքը, եթե կարելի է տենց անվանել, ավելի վատ ճանապարհով գնացի։ Ծխախոտ, չնայած որ Հայաստանում էլ էի ծխում, ծխախոտ, խմիչք, ավելի թմրանյութեր, չի ասի, որ շատ ուժեղ եմ օգտագործել այդ թմրանյութերը, բայց օգտագործել եմ։ Հետո ես դրանից հետո իմ ընկերներին հասկացա, որ սերը չկա։ Ես ունեմ մանկության ընկերներ ու տարբերում եմ ընկերները, որոնք են։ Ես այդ սերը մանկության ընկերներից մեջ տեսնում եի, իսկ ստեղ ես չէի տեսնում, ես հասկանում եի, որ ընկել եմ միտեղ, որ դուրս ելնելը դժվար է, ու եթե ելնեմ էլ ընկեր չունեմ կողքս։ Ու ընկերներս միշտ իմ կողքն էին։ Բայց երբ որ գալիս էր դժվար պահերը, ես մենակ էի։ Ես հասկացա, որ Աստված ինձ ցույց էր տալիս ամեն ձև։ Եթե Աստծո ողորմությունը չլներ, ես կարող եմ եւ ստեղ նստած չլնեի։ Գիշերային ակումբում ստեղծվեց մի պահ, որ միշտ հաճախում են գիշերային ակումբ ու միշտ կռիվներ, վեճեր։ Ու ստեղծվեց մի պահ, որ զանգեցին ինձ, ընկերս զանգեց, ասեց, արի էս ինչ տեղը, որովհետև պետքա կռիվ անենք։ Երբ որ ես նստեցի մեքենան գնացի, զանգեցի, տենում եմ մարդ չկա այնտեղ։ Զանգեցի իրան, ասում եմ, ես եկել եմ, որտեղ եք։ Ինքը ասում է, ուրիշ տեղ ուղարկեց ինձ, ասեց գնա այնտեղ։ Մենք այնտեղ ենք։ Ես գնացի այնտեղ, այնտեղ էլ չէին։ Երբ որ ես հետ եկա այդ գիշերային ակումբը, տեսա, որ սաղ ջարդված էին։ Կին, տղամարդ տարբերություն չկար։ Ու երբ որ ինձ հանդիպես մի հատ աղջիկ կար, ասեց Արթուր, դու Աստված քեզի փրկեց։ Այդ աղջիկն էլ քրիստոնյա չէր։
Ասում եմ, ինչ ա եղել, ասեց, հենց դու դուրս եկար, քո հետևից մեքենաներով, մասկիկով մտան դիմակներով ու տղա աղջիկ խառը ծեծեցին, ջարդեցին։ Շատ մարդիկ այդտեղից իմ, եթե չեմ սխալվում, հիվանդանոցից էլ դուրս եկան։ Ես հստակ ինֆորմացիա չունեմ այդ մասին, բայց տենց մտածում եմ, որովհետև շատ ահավոր էր, կինոների, ֆիլմերի պես էր, ոնց որ։ Ու ես ուղղակի մտա այդ ակումբը, կուրտկես վերցրեցի ու դուրս եկա։ Ու ես հասկացա, որ Աստված ինձ պահեց։ Ու ամրապնդվեցի այն բանի մեջ, որ Հիսուսը իմ հետ է, բայց էլի չէի ապաշխարում։ Երբ որ ես ընտանիք կազմեցի, իմ ընկերները կամաց հեռացան, որովհետև իրանց հետ չէի անում այն բաները, ինչ որ առաջ էի անում։ Իսկ մի օր հետաքրքիր պահ ստեղծվեց, երբ որ ուզում եմ պատմեմ արդեն իմ ապաշխարության քայլերի մասին։ Ես գործի գնալուց ունեի աղոթքի ճանապարհ, աղոթում էի հայրմերը, ու երբ որ ժամանակ էր մնում այդ ճանապարհին ժամանակ էր մնում, ես իմ խոսքերով ինչ որ աղոթք էի անում կարճ։ Ես լսել էի մի մարդուց, հավատացյալ մարդուց, որ միայն անգիր բառերով չի, որ պետք է Աստծո հետ շփվենք, որովհետև Աստված սիրտն է ուզում մարդու, ոչ թե խոսքերը։ Ու ես հասկացա, մի ֆիլմ էի տեսել, որ ֆիլմում ասում է, եթե դու Աստծուց ուզում ես, խնդրում ես փող, ինքը քեզ փող է տալիս, թե հնարավորություն է տալիս, որ աշխատես այդ փողը։ Ու այդ ընթացքում ես փողի կարիք ունեի, ես մտածում էի ու հաշվարկ էի արել, որ չէի հասցնի նոր տարուն, թե վարձը, թե սեղան գցել, թե նվերներ, ու իմ մեջ մտահոգվել էի շատ։ Երբ որ ես աղոթք արեցի, ասացի Հիսուս, ես գիտեմ, որ դու լսում ես ինձ, ու ես գիտեմ, որ եթե հիմա ես փող ուզեմ իմ կարիքների համար, դու դա ինձ չես տա, դու կտաս ինձ հնարավորություն, որ ես դա անեմ։ Ես մասնագիտությամբ վարսավիր եմ։ Ես խնդրեցի իրան, որ ինքը ինձ ներքի գործ տա ամեն օր։ Դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը դեկտեմբերի ներքի գործ տա ամեն օր։ Դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ունեցել եմ ներքի գործ, ու դա Աստծո հրաշքն էր, որովհետև մարդիկ երբ որ պատրաստվում են նոր տարվան, դեկտեմբերի 15-ից այն կողմ են արդեն պատրաստվում։ Ու բոլորի համար դա բարի վկայություն է, այո։ Ու իմ հավատք ավելի ամրապնդվեց, ու ես զարմացա, որ ինձ մեղավորից ու շատ բաները, որ ես չեմ թողել, ու ես եմ արդեն իմ աչքերին ոնց որ զզվելի դառնում։ Ու ինքը լսեց իմ աղոթքը, ինքը լսեց, որովհետև ես հավատում էի, որ ինքը կտա։ Եղավ ժամանակ, երբ որ ես մտածում էի, ես արժանի չեմ գնալու եկեղեցի, անգամ ոտքս դնեմ այդ քարերի վրա, որովհետև ես պիղծ եմ։ Աստծո աչքերին ես հաճելի չեմ։ Ու ես հասկացա, որ դա Աստծուց չէր այդ խոսքերը, որովհետև Աստված եկել էր հիվանդներին բժշկելու։ Մի պահ ինձ հաճախորդներ ունեմ, որ հավատացյալ էին, Աստված օրհնի իրան, գալիս էր ու խոսում, հրավիրում էր, ասում էր գնանք եկեղեցի։ Հետո նենց եղավ, որ ես միշտ մերժում էի իրան, ու նենց եղավ, որ ես սկսեցի Աստվածաշունչ կարդալ։ Երբ որ իմ երեխան ծնվեց, ես հասկացա, որ ես ինձանից չեմ կարա լավ մարդ դաստիարակեմ, որովհետև ես գիտեի իմ բնավորությունը, իմ ապրելաձևը։ Ես հասկացա, որ ճիշտ դաստիարակությունը մենակ Աստված կտա։ Իր խոսքի շնորհիվ ես կարամ ընդունեմ դաստիարակությունը։ Համ ես դաստիարակվեմ, համ երեխուս, որովհետև ես լսել էի, որ ասում է, եթե ուզում ես դաստիարակես երեխուդ, դաստիարակի ինքդ քեզ։ Ես սկսեցի կարդալ ու մտածում էի, որ ավելի լավ է ու ավելի հանգիստ կապրեմ։ Երբ ես սկսեցի կարդալ, իմ վրան ավելի շատ հարձակումներ էր տեղի ունենում։ Խանգարում էր, մի բան խանգարում, երբ կարդում էի, զանգում էր ինչ-որ մեկը։ Նենց մարդիկ էին զանգում, որ շուտվանից չէին զանգել։ Երբ որ չէի կարդում, ոչ մեկ չէր զանգում, չէր հետաքրքրում, հյուրեր էի ունենում։ Ու ես հասկացա, որ սա պրոստը տակ չի։ Ուրեմն ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Ու եղավ մի պահ, երբ որ ես կարդում էի, արդեն ինչ որ չափով սնվում էի Աստծո խոսքով, ես իմ հաճախորդների հետ կիսվում էի։ Պատմում էի Աստծո մասին, իմ մասին, ինչ էր որ անում էր։
Այդ ընթացքում ուզում եմ հիշեցնել, որ ես համ ծխում էի, համ խմում էի, ինձ շրջապատ ունեի, միշտ հավաքվում էինք հայկական ձևով ու ուզում եմ ասեմ, որ Աստված չնայեց այդ բաներին, ինչը որ ես անում էի, ինքը փոխեց իմ սիրտը։ Երբ որ ես խոսում էի Աստծո խոսքը հաճախորդների հետ, ես գիտեի, որ անախորժություն ալելու իմ հետ։ Ես արդեն ոնց որ իմ մեջ սովորություն էր դարձել, որ մի բան ելնելու է, ու խնդիրներ լինում էին։ Ամեն անգամ, երբ որ խոսում եմ, ես զգում էի ու գիտեի, որ գործից հետո ինչ որ բան լինելու է, թե հարազատների հետ, թե ինչ որ ուրիշ մարդկանց հետ։ Ու տենց էլ լինում էր։ Ոչ թե դա իմ հավատքն էր տենց, այլ ես արդեն դրա մեջ մտածել էի։ Ու ես չէի դադարում Աստծո խոսքը տարածելուց, ինչքան որ ես հասկանում էի, ու փառք Աստծո, որ ինձանից չէի ասում, ինչը կար։ Արտուր եղբայր, շատ հետաքրքիր ճանապարհ եք անցել, պետք է ասել, շատ դժվար ճանապարհ, եւ փառք եմ տալի Աստծուն, որ այդ խորը փոսից հանել է ձեզ։ Փաստորեն մարդ չի վկայել ձեզ, դուք ինքներդ եք կարդացել Աստվածաշունչը եւ Սուրբ Հոգին աշխատել է ձեր սրտի հետ եւ սկսել է փոխել։ Ճիշտ հասկացա։ Եղավ հաճախորդից մասին կուզեի պատմել, ինքը որ հրավիրում էր, ես մերժում էի, մի օր երբ որ ես իր մազերը կտրեցի, կանգնեց ու հավատում եմ, որ դա Սուրբ Հոգուց էր, ու ինքը ասեց Աստված պլան ունի, պլաններ ունի քո հետ կապված, ու այդ խոսքը մտավ իմ սրտի մեջ։ Ես էլ թե չէի հասկանում ոչ մի դե ունի, ում հետ չունի, տենց էի մտածում էլի։ Ու դրանից հետո սկսվեց ավելի խորը, ավելի սենց երբ որ մարդուն սիրալիր հրավիրում են, մարդը չի գալիս ու արդեն բարդություններով, դժվարություններով է մարդ գալիս։ Ես այն մարդկանցից եմ, որ ես դժվարություններով եկա Աստծուն, ու եղավ մի պահ, որ ես լսել էի, որ մարդ որ մկրտվում է, Աստծո պաշտպանության տակ է մտնում։ Ես արդեն գիտակցեցի կարդալուց, հասկանում էի, որ ես Աստծո պաշտպանության տակ չեմ, այնպես ինչպես որ պետք է լինի։ Ու երբ որ շատ դժվարությունների մեջով էի անցնում ու կարելի է ասել արդեն չէի դիմանում, ինձ ընկեր ունեմ, իրար հետ ենք աշխատում, ինքն էլ հավատքի էր գնում արդեն, գնում էր այն եկեղեցին, որ հիմա մենք ենք հաճախում, Փառք Տիրոջի իր համար, ու ասեց, չես ուզում մկրտվես ու պաշտպանության տակ մտնես, որ վերջանա այս ամեն ինչը, ու ես հասկացա, որ ես պետք է մկրտվեմ։ Երբ որ մենք գնացինք եկեղեցի, բաց երկինք եկեղեցին, Աստված օրհնի Հովիվին, որ ինքը ինձ ընդունեց, այնպես ինչպես որ իր հարազատին, չնայած որ մենք իրար չենք ճանաչում, իմ համար դա նորություն էր, ու ես հասկացա, որ ես եկել եմ մի տեղ, որտեղ որ սեր կա, որտեղ որ ընտանիք կա, ու միաբանությունը ես նոր եմ հասկանում, ես տեսնում էի, վայելում էի այդ սերն ու միաբանությունը, բայց հետո էի գիտակցում։ Ու ես մտածեցի, որ կարելի է մկրտվեմ ու վсё, վերջանա ամեն ինչը, իմ կյանքում ամեն ինչ լավ կլինի։ Երբ որ ես խոսեցի Հովիվի հետ, ինքը ինձ բացատրեց, որ մկրտվելը նենց չի, ոնց որ դու եկար, մկրտվեցիր ու գնացիր, կամ շուտ մենք չենք մկրտում, որովհետև դու պետքա ծանոթանաս Տիրոջ խոսքի հետ, դու պետքա իմանաս գիտակցաբար անես։ Ինչի եմ դա ասում գիտակցաբար, որովհետև ես մկրտվել էի առաքելական եկեղեցում, ու երբ որ ես գնացի, մենք պայմանավորվեցինք մի օր, մի ժամ, որ ես պետք է գամ, մկրտվեմ ու դուրս գամ։ Ինքը ինձ հարցրեց ծառայողը եկեղեցու, առաքելական եկեղեցու ծառայող հարցրեց, ասեց, քահանան հարցրեց, կարդացել ես գիրքը, ասեցի չէ։ Ասեց, պետք է կարդաս։ Ու այդքանից բացի ինձ ոչ մի բան չասեց։ Ու ես չէի կարա մի քանի օրում ամբողջ գիրքը կարդայի, որովհետև մարդիկ միջև կյանքի վերջ կարդում են, մի կարող է համեմատաբար 1% չհասկանան Տիրոջ խոսքի ու Տիրոջ մեջ լինեն։ Իսկ ես ինքը գիտակցելով ասաց պետքա կարդաս ու վсё, ինձ չբացատրեց լրջությունը։ Ես մկրտվեցի, ես ոչ մի բան վերստին չծնվեցի ու ոչ մի ներկայություն չզգացի իմ կյանքում։ Երբ որ ես սկսում էի սնվել, ինձ սովորեցնում էին, Հովիվը բացատրում էր, հարցեր էի շատ ունենում, հարցեր էի տալիս, ինքը սիրով պատասխանում էր, ես
իսկապես գիտակցում էի մկրտությունն ինչ է։ Հետո սովորեցնում էր իսկապես որ հասկանանք հաղորդակցությունը ինչ է։ Եվ ամենակարևորը որ այդ ամեն ինչը ես ի սրտե հասկացա ու կատարեցի այն բաները ոնց որ պետք էր, ինչ որ չափով ճիշտ ձևով արեցի։ Իսկ դրանից հետո ինքը բերեց մեր հովիվը բերեց այն դիրքի վրա, որ ես գիտակցաբար քայլ անեմ։ Երբ որ ես քայլը արեցի, ես հասկացա տարբերությունը։ Իմ խնդիրները լուծվում էին արդեն, որովհետև Աստծո խոսքի մեջ գրված է, որ ասում է, եթե դու ինձ ընդունես, ես քեզ չեմ խոստանում կյանք առանց խնդիրների։ Ասում է, կլինի ավելի շատ խնդիրներ, բայց ես քո հետ եմ։ Աստծո խոստումը։ Բայց խոստանում է իր սուրբ ներկայությունը, այո։ Փառք Աստծուն, այո, փառք Աստծուն։ Արտուր եղբայր, ինչպես արձագանքեցին ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, երբ որ իմացան, որ դուք հավատքի եք եկել, ապաշխարել եք, Քրիստոսին եք ընդունել։ Իմ ընկերները ես իրանց ում տեսնում էի, մենք երբ հանդիպում էինք, ես իրանց ասում էի, որ ես Աստծո խոսքն եմ կարդում, ես ձեզ եմ խորհուրդ տալիս, որովհետև իմ կյանքը փոխվեց ու ավելի լավ։ Ես շատ բաներից ազատագրվեցի։ Աստված իմ կյանքում շատ բաներ է արել ու շատ ազատագրել ինձ։ Ես կպատմեմ այդ մասին։ Իմ ընկերներս, ովքեր որ իմ հետ էին Մոսկվայում, ու մենք անում ենք այն ինչ որ ուզում ենք, իրանք հեռացան ինձանից։ Ես իրանց ընդհակառակը կանչում եմ, իսկ իրանք հեռացան։ Այն մարդիկ, ովքեր որ իմացան, իրանք էլ կապները խզեցին։ Իմ շրջապատի մեջ ես աշխատում էի տարիքով մեծ մարդկանց հետ շփվել միշտ։ Ես ունեի մանկության ընկերներ, իմ տարիքին, իմ հասակին, բայց իրանց հետ մեկտեղ ես շփվում էի մեծ մարդկանց հետ նույնպես, որովհետև մեծերի հետ ավելի հետաքրքիր էր ու իմ ընկերների հետ էլ շատ։ Ու իմ բարեկամներս նույնպես զարմացան, իմ մանկության ընկերները, երբ որ մենք շփվեցինք, իրանք ինձ չէին ճանաչում, ասում էին լրիվ ուրիշ մարդ ես։ Ու պատմում եմ ես, փառք Աստծուն, որ սերմը ցանվում է ու ժամանակի ընթացքում հույս ունեմ, որ ընկերներս էլ կապաշխարեն։ Փառք Աստծուն, իրապես ամենակարևոր իրադարձությունն է, որ կարող է տեղի ունենալ մարդու կյանքի մեջ, երբ որ անմահ հոգին ճանաչում է ճշմարտությունը, հանդիպում է Տիրոջ հետ։ Այո, լինում են մարդիկ, որոնք որ մեզ թողնում են, որովհետև մենք Հիսուսին ենք ընդունել, կան մարդիկ, որոնք ընդհակառակը ավելի են մոտենում, տարբեր են, բայց ես կխնդրեի, որպեսզի դուք մի քիչ համեմատական պատմեիք այն կյանքը եւ այս կյանքը։ Ինչպես եք դուք տեսնում, ինչ կոնտրաստ կտեսնեք։ Տարբերությունը շատ մեծ է, որովհետև ես այն կյանքում տանջվում էի, թե հոգեպես, թե ֆիզիկապես, ու երջանկություն չկար իմ սրտում։ Ես կարայի երջանկություն փնտրել ակումբներում, երջանկություն փնտրել խմիչքի մեջ։ Ուզում եմ մի վկայություն պատմեմ իմ կյանքից, որ Աստված ազատագրեց ինձ խմիչքից, երբ որ ես կարդում էի Աստծո խոսքը, ես դեռ չէի ապաշխարել, ես ծխում էի, ծխախոտ ու խմում էի։ Երբ որ մի օր գնացի տուն, գործից հետո իմ երեխան, 5 տարեկան երեխան ասում է. «Պապ, ինձ նվեր կանես»։ Ես մտածեցի, ինչ որ խաղալիք կուզի, ասեցի, հա, ինչ ես ուզում ասա։ Ասեց, ուզում եմ որ ծխելը թարգես։ Ես զարմացա։ Ես այն վիճակի մեջ եմ այդ ժամանակ, երբ որ կամ պետք է այս կողմ լինեմ, կամ այն կողմ, բայց կամաց իմ որոշումս կայացնում եմ, որ պետք է գամ դեպի Աստված։ Ասեցի, հա, կթարգեմ։ Ու իմ երեխան հարցրեց, ասում է, խոստանում ես։ Ու ինքը գիտի, երբ որ ես ասում խոստանում եմ, անպայման պետք է կատարեմ։ Ասի, խոստանում եմ։ Ու իմ մեջ ես ինձ կոպիտ ձևով ասեցի, ինչ ես խոստանում, որը որ չես կարող անես։ Դրանից հետո մոտավորապես 2 ամիս ես չարչարվում էի, որ թողնեմ ծխելը, չէր ստացվում, ամեն ինչ փորձում էի։ Երբ որ գործի տեղը դուրս էի ելել ծխելու, համ ծխում էի ու չգիտեմ ինչի, ես ինձ հարց տվեցի, ասեցի, էլ ինչ անեմ, որ թարգեմ։ Ու իմ մեջ մի հատ ձայն ասեց, որ
աղոթի ու Աստված քեզ կօգնի։ Այդ ձայնը իմը չէր։ Ես նայեցի կողքս մարդ չկար, ես մտածում էի կողքս մեկը կանգնե ու խոսում է տենց։ Ու իմ մեջ հստակ որոշում կայացրեցի, ես անպայման պետք է աղոթեմ ու Աստված կօգնի ինձ, որովհետև ես ամեն ինչ փորձել էի։ Իմ բնավորության մեջ նենց գիծ կար, որ ես հույսս իմ վրա էի դնում միշտ ու ուզում էի ամեն ինչ մենակովս անեմ։ Ես հասկացա, որ ես ստեղ անզոր եմ, բայց կա մեկը, որ զորավոր է։ Երբ որ ես աղոթեցի իմ խոսքերով, ներողություն խնդրեցի Աստծուց, առաջինը, որ ես իրան հակառակ եմ գնացել ու գերի եմ եղել սատանային այսքան տարիներ, ծխախոտի միջոցով ու այլ բաների միջոցով, ես ներողություն խնդրեցի ու ասեցի օգնի, որ ես թողնեմ ծխելը։ Ու իմ մեջ որոշում կայացրեցի այդ ժամանակ, եթե չարչարվեմ էլ մի քանի օր, պետքա դիմանամ, ինչ ուզում ա լինի։ Գցեցի ու գնացի տուն, պատմեցի այդ մասին, ասեցի, որ ես թարգել եմ ու կինս ասեց դու արդեն քանի ժամանակ ա տենց ասում ես, որ թարգել ես։ Ասի ես ժամանակ չէի աղոթել, հիմա ես աղոթել եմ։ Աստված կօգնի։ Ես մտածում էի, որ կամաց պետքա դիմանամ ու չարչարանքների մեջով թարգեմ։ Երբ որ ես քնեցի ու առավոտը արթնացա, ես հասկացա, որ ոչ մի կախվածություն չկա։ Ես այն ժամանակ, երբ որ կախվածություն կար, դաժե իմ ձեռներն էին դողդողում։ Իսկ հիմա ոչ մի բան չկա ու չեմ էլ ուզում։ Ու ինքը ոչ միայն ծխախոտից ազատագրեց այդ ժամանակ, այլ նաև սպիրտից, որովհետև ես համարյա ամեն օր գործից հետո գարեջուր էի խմում, որ օրգանիզմս հանգստանա, տենց էի մտածում։ Բայց դրանից հետո ես սկսեցի արդեն իմ համար տհաճ էր այդ հոտը։ Փառք Աստծո, Արտուր եղբայրան, Աստված փոխեց ձեր կյանքը, ոչ միայն դուք համնարակ թե ինչ քաղցր է Տերը, այլ նաև իր զորությունը տեսակ, իրապես մարդու կյանքը կերպարանափոխում է Տեր Հիսուս եւ դարձնում է լրիվ ուրիշ մարդ։ 180 աստիճան փոխում է կյանքը, ինչպես մենք լսեցինք ձեր հավատքի կյանքի պատմության մեջ։ Ձեր սրտի խոսքը կխնդրեի, որպեսզի ուղղեք մեր հայրենակիցներին, նամանավանդ մեր երիտասարդներին, որոնք որ միգուցե փնտրընթունքների մեջ են, միգուցե ունեն նույն խնդիրները, ինչ որ դուք եք ունեցել, եւ թե ինչպես են կարող իրանք էլ այդ միակ դուրը գտնել, որի անունը Հիսուս է։ Այո։ Ես կոչ եմ անում բոլոր քույր եղբայրներին, ովքեր որ փնտրտուքների մեջ են ու ծանր կացության մեջ, ամեն խնդրեմ լուծողը Հիսուս Քրիստոսն է։ Առանց Հիսուսի ոչ մի կյանք չի կարող լինել նենց, ոնց որ մենք ենք ուզում, որովհետև նա է տալիս մեզ սերը, երջանկությունը ու հույսը։ Առանց նրա գոյություն չունի ոչ մի երջանկություն։ Եթե խնդիրների առաջ ենք կանգնում, մենք պետքա դիմենք միայն Հիսուսին ու ներողություն խնդրենք մեր արած գործերի համար, որովհետև նա մաքրում է մեզ ու մեծացնում ու զորացնում է։ Մենք Հիսուսով ենք միայն ապրում։ Արտուր եղբայր, Աստված օրհնի ձեզ շատ։ Շնորհակալ եմ ձեր հրաշալի հավատքի կյանքի պատմության վկայության համար, որ պատմեցիք, իրապես շատ անկեղծ, շատ բաց վկայություններ եւ մենք տեսանք, թե ինչպիսին եք եղել եւ ինչպիսին է դարձրել Աստված ձեզ, որի մեջ փառավորվում է Աստված։ Ինքն է կենտրոնը ձեր պատմության եւ ինքն է արժանի, որպեսզի մենք իրեն տանք փառքը եւ գոհունակությունը։ Շնորհակալ եմ մեր ծրագրի մասնակցելու համար։ Վստահ եմ, որ ձեր հավատքի կյանքի վկայությունը պիտի շատ մարդկանց օգնի, հազարավոր մարդիկ պիտի լսեն եւ գտնեն այն երջանկությունը, ինչ որ գտել եք դուք։ Ամեն։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Սիրելի հայրենակիցներ, ահա մենք լսեցինք եւս մեկ հավատքի կյանքի վկայություն։ Արտուր Նաջարյանը կենթանի վկա է, թե ինչպես է մեր Տերը Հիսուս Քրիստոս գալիս կյանքի մեջ եւ իրապես փոփոխություն բերում։ Հոգուն տալիս փրկություն, սրտին ուրախություն եւ կյանքին երջանկություն։
Մեր եղբոր վկայության մեջ մենք լսեցինք մի քանի դրվագներ, որոնց վրա կուզենայի ես կանգ առնեի։ Նախ եւ առաջ Աստվածաշունչը դա այն գիրքն է, սուրբ գիրքն է, որը ուղարկված է Աստծուց եւ կխնդրեի, որպեսզի մենք ոչ միայն ունենայինք, այո, Փառք Աստծուն, որ մենք ունենք բոլորս մեր տներում, այլ նաեւ ընթերցեինք ամեն օր, որովհետեւ դա Աստծո կամքն է։ Դա հոգեվոր կերակուր է, որով կերակրվում է մեր հոգին։ Եթե այսօր դու էլ սիրելի հայրենակից ինչ որ կախարդների մոտ կգնաս կամ սուրճի բաժակ նայել կտաս եւ այլը, իմացիր, որ Աստվածաշունչը խիստ հակառակ է դրան, որովհետեւ Աստված ինքը անձամբ կուզի իր օգնությունը քեզ ցուցաբերել եւ ազատագրել յուրաքանչյուր թուղթուգիրից, անեծքներից եւ այլը, այն ամենից, ինչ որ կատարվել է սատանայի միջոցով։ Տեր Հիսուս Քրիստոսի արյունը զորություն ունի մեզ ազատագրելու մեղքից, մեղքի իշխանությունից, տարբեր տեսակի կախարդություններից եւ այն ամենից, ինչով որ մեզ թշնամին փորձել է կապել։ Եթե դու էլ այն ճանապարհի վրա ես, որ անընդհատ ակումբներում ես կամ գրևների մեջ ես, իմացիր, դա չի իրական կյանքը։ Իսկական տղամարդ լինելը դրա մեջ չի։ Իրական տղամարդկությունը այն է, երբ որ մենք բացում ենք մեր սրտերը Հիսուս Քրիստոսի համար եւ ասում ենք. Հիսուս, այսօրվանից դու ես իմ կյանքի Տերը եւ Փրկիչը, իմ Թագավորը, մտիր իմ կյանքիս մեջ եւ թագավորիր իմ կյանքի բոլոր ոլորտներում։ Սա է իրական իմաստը եւ ուրախությունը կյանքի։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, մինչ նոր հանդիպում։